Ողջույն բոլորին, այսօր ուզում եմ ձեզ ցույց տալ իմ նոր գնումները, ճիշտ է մեկ անգամ արդեն ցույց տվեցի, հետո սխալվեց այստեղ, դրա համար հիմա նորից եմ էլի անում այս տեսանյութը։ Ուզում եմ ձեզ ցույց տալ իմ պատվերները, որոնք պատվիրել եմ, եւ դա կարող է լինել եւ կարի համար է, եւ գործելու համար է, նաեւ թելեր եմ գնել, դա եւս ուզում եմ ձեզ ցույց տալ։ Հիմա կարի մեքենան կմոտեցնեմ, կարի մեքենայի համար իրեմ գնել, հետո առանձին մենք գնայինք դա։ Կարի մեքենան ինձ մոտ ձեռի կարի մեքենա է, որով մենք իհարկե կկարենք, եթե ուզում եմ բաներ ցույց տալ, անպայման մենք կկարենք։ Եվ ուզում եմ ցույց տալ ինչ եմ գնել, ավելի հեշտացնելու համար գործը նայեք մագնիս է ներքևում, այդպես շատ ուժեղ է կպնում։ Այդպես ինքը ֆիքսվում է եւ կարող ես կտորը կարել առանց ոչխնդրի, ուղղությունը ճիշտ կլինի։ Ընդհանրապես արդյունաբերական կարի մեքենաներում իրենք արկա են, ուղղակի այսպես կարի մեքենաներում չէ։ Դու պետք է կողքից անես։ Սա շատ հարմար տարբերակ է, շատ Ոյ։ Նայեք ինքը ինչ է։ Այստեղ նաեւ գրված են թվեր։ Չգիտեմ ինչու ֆոկուսը չի ուզում բռնել։ Ամենայն դեպս այստեղ սանտիմետրեր են նշած։ Ահա, եղավ մի թեթև։ Չգիտեմ ինչու համար է դրանք, ես հետո կուսումնասիրեմ, ուղղակի տեսա ամենչապես գնեցի, միգուցե անցքերն էլ ինչ որ մի բաների համար, թեկուզ կողոսի բաներ մտցնել, չգիտեմ։ Տեսնենք, ինչի համար նաև կարող է սա պիտանի լինի։ Սա շատ լավ բան է, եթե կցանկանաք մեկնաբանություններ բաց կթողնեմ, կարող եք նաև եթե ուզում եք կարող եմ ասել, ես պատվիրում եմ ընդհանրապես AliExpress-ից նման բաները։ Հիմա սա հավաքեմ եւ մնացածը ցույց տամ։ Մենք այդ փոքր կարի մեքենայով անպայման կկարենք, անպայման ձեզ բաներ եմ ուզում ցույց տալ։ Եվ հերթով գնումները այստեղ այսպես ես ստացել էի արդեն, կտրտել եմ, հանել եմ, ցուցադրել եմ, ուղղակի իրանց հետ էլ ինչ որ բաներ եկավ։ Բերեկցել էին, չգիտեմ որտեղ։ Մի խոսքով, հա, արդեն բացել էի, ուղղակի տեսանյութը ընդհատվեց, չեմ ուզում ընդհատվի, չեմ ուզում մոնտաժ անել։ Պատվիրել եմ նաև շուղեր, այստեղ 3.5 համարի շուղ է, 80 սանտիմետր ինքը երկարությամբ։ Դա դեռ չեմ օգտագործել, հենց նոր եմ ստացել։ Մանկական ծածկոց եմ գործում, հենց 3.5-ով եմ գործում, ճիշտ է 100 լավ կլիներ, բայց ոչինչ 80-ն էլ եմ համաձայն։ Երկար շուղերով էի գործում անընդհատ այդ երկար շուղերը հետո ծանրանում է, գիտեք, երբ որ դու գործում ես նման ծածկոց մեջ, ապա ծանրանում է, հետո դժվար է այդ երկար բաները տանել բերել։ Նման բան եմ գնել, որովհետև ընթացքում ինձ պիտանի է լինում, դե տուն է, ինչպես որ ասում են, թող լինի։ Լավ բան է սա։ Այսպես ամրացնում է, հա։ Կնոպկաներ սարքում, շատ էի ուզում ունենալ ու անընդհատ հետաձգում էի, բայց ոնց որ թե փակելու ձև ունի, ես չեմ գտնում, ինչպես են փակում սա, միգուցե այսպես տեսակ, չգիտեմ ինչպես է փակվում, ահա լավ, գտեցի երբեք չեմ օգտվել, բայց շատ եմ ուզել, որովհետև շատ կարևոր է։ Ուրեմն քիտիկներս եմ ուզում ցույց տալ, սա շունիկի քիտիկներ են, սա օրչուկի քիտիկներ են, վիլուրից է ինքը, փոքր քիտիկներ են այսպես վիլուրից, հետաքրքիր սիրուն ամբողջը նույն չափսն է, ոնց որ թե 10 սանտիմետրս տալ եմ արհեստանոց, ահա, 14 կամ 15 էստեղ, հա, և մեկի վրա, 1 սանտիմետրը 1.5 սանտիմետրով, սա տեղադրեմ, ուզում եմ ձեզ ցույց տալ, սա նաև ես նման կուպերի մեջ եմ շատ ժամանակ իրենց տեղադրում, ավելի հարմար են, այսպես,
Դա այս պահին ձեռքից տաքսա է, նաև կարող է լինել տափակ, որևիցե մի բան, այսպես իրենք շատ հանգիստ մնում են, ահա։ Նաև պատվիրել եմ աչքեր 12 մմ, չունեի, հարկավոր էր, արջուկս կիսատ էր մնացել, այն մյուսը վախեցա տեղադրել, որովհետև տոները արդեն անցան և իրանք արդեն երեխաների համար հարկավոր կլինեն, դե համար այս մյուսը, իսկ նա արդեն կօգտագործեմ այն դեպքում, երբ որ ինքը ուղղակի դեկորատիվ ինչ-որ մի բան է, ինչ-որ մի տեղ մնա, չշարժվի, իսկ երեխաների համար վտանգավոր են ընդհանրապես։ Դա ինչքան էլ որ ֆրանսիացիները իրանք իբր թե ավելի բան են, բայց նաև նման բաներ էլ ունեն, իբր երեխաների հանդեպ ուշադիր են, բայց այդպես չի։ Պահանջը մեծ է, որ դու ուշադիր լինես, բայց իրենք ուշադիր չեն։ Նաև սա կանոն է, այսպես ուղղակի որ ճիշտ ուղղությունը ստանաս երկու կողմից էլ, չունեի, նաև մեկ կանոն կա, որ շատ եմ ուզում, չեմ կարող գտնել, որ կամ Հայաստան հետս կբերեմ, հուսով եմ կլինի Հայաստանում, բայց այս կանոնը նաև մեզ պիտանի կլինի այն ժամանակ, երբ որ ես ձեզ ցույց տամ այն ինչ որ ուզում եմ ձեզ ցույց տալ կարելու համար, կօգտվենք սրանից։ Ահա, հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ թելերը, որոնք որ գնել եմ վերջին ժամանակում։ Գնել եմ սա, այս թելը, ինքը մախրամե է, այդտեղ հենց գրված է։ Հատուկ նպատակի համար է, կտեսնեք ինչ եմ անում սա, դեռ ոչ այս պահին, բայց քանի գնել եմ, նաև սա էլ կանեմ մի անգամից, կտեսնեք հետո, ինչի համար կօգտագործեմ սա։ Գնել եմ նաև այս թելերը, դրանք փոքր թելեր են, այս հա փափուկի բարակ տեսակն է, եթե համեմատենք, հիմա մեծը բերեմ, եթե համեմատենք, այստեղ իրենք բավականին բարակ են, ես ուզում եմ սա գործել, ևս մեկ բան էլ էի գնել, հիմա ցույց կտամ, պատվերների մեջ էր եկել, սա ուզում եմ գործել նապաստակներ, դիմացը արդեն զատիկ է, և ընդհանրապես նապաստակները բավականին լավ են վաճառվում, փոքր նապաստակներ իհարկե, կտեղադրեմ խանութում և այնտեղ կարող եմ գնել։ Ինքը գնել եմ 3 եվրո, մեկ հատը 100 գրամ է, 120 մետր, շատ նուրբ սիրեն է, երևում է այստեղ, ինձ թվում է, երանգը ինչ-որ չափով, ասեք փակեմ այստեղ, որ երևա, լավ չի երևում, և բաց սեռի է, սա, երկուսն էլ պիտանի կլինեն, տեսա ամիջապես գլուխս կորցրեցի, և փորձնական բան եմ պատվիրել, այս պատվերների հետ միասին, նայեք սիրտ եմ պատվիրել այս պլաստիկներից, մենք նմանատիպ գործեր ենք անում մեր խանութում, փորձնական, այսի տեսնեմ, կոպեկներ էր, մտածեցի, որ կարելի է, բայց նայեք, եթե ինչ-որ մի բանով փայկես վրան և կարող ես օգտագործել, բայց ընդհանուր առմամբ, նայեք, ինչպես է գալիս ինքը տեղ հասնում, բացարձակապես չարժի, ես նմանատիպ, եթե մատչելի ինչ-որ բաներ լինեն, ապա կօգտվենք, կանենք դրանով, եթե ոչ ոչ։ Հիմա ցույց տամ իմ մյուս թելերը, սա գնել եմ Ֆրանսիայի շուկայից, այդ տղամարդը ասեց, որ ինքը գնում է արդեն թոշակի, այս թելերը ինձ տվեց, ինքը 3,5 եվրո է վաճառում մեկ հատը, երեխաների համար է, բայց տվեց ինձ 2,50-ով, դե ուղղակի իրենց մոտ քարտով չես կարողանում առևտուր անել, պետք է անմիջապես, այդպես գումարը վճարես, ինձ մոտ էլ շատ չէր, դե համար այսպես գնեցի, այդ ինչ-որ բաներ կան մեջերը, ինձ թվում է հետո կհանեմ, դա սպիտակ է, կրեմագույն, վարդագույն և բեժ, ինքը ակրիլ է, բայց երևի իմ շոշափելուց էլ նկատում եք ինքը որքան նուրբ է, մանկական ակրիլ է ինքը,
ուրա 50 գրամը 133 մետր, որ կողքերը բաներ կան, լավ չի երևում, հա, ասեք, ահա, 50 գրամը 133 մետր, շատ փափուկ ակրիլ, շատ փափուկ, ահա, և իհարկե այսքանը, և վերցրել եմ նաև թել, սա ջինսերի համար է, մեկ-մեկ լինում է, որ ուզում ես ինչ-որ, բայց ինքը շատ բարակ է, այդքան էլ հաս չէ, ուղղակի ամուր ավելի թել եմ, քան մնացածը, գնել եմ հատուկ ջինսեր այդպես կարճացնելու կամ տաբատները, դե ընդհանուր առմամբ ես եմ անում դա, մերը, ինչ վերաբերվում է մեզ, 40 է, այստեղ, դա ջինսերի էլ եմ, Ֆրանսիայում են արտադրում, ջինսերի էլ եմ գնել, բայց դա վաղուց եմ գնել, այս անգամ չուներ, սա կապույտն է, և սա շփոթվելնային երանգն եմ գնել 2 անգամ, ինձ թվում էր բաց է, և սա մի փոքր իրենից ավելի բաց է, ահա, այսքանն էր գնումներս, կարծես թե, և ուզում եմ ձեզ ցույց տալ մի բան, որը օգտագործում եմ գործելու ժամանակ, որպեսզի աչքերս խնայեմ, և ուզում եմ նաև մեկ ուրիշն էլ գնել, սա մի քիչ ավելի մեծ է, կա նաև ավելի փոքր տարբերակը, որ գնամ այդ կողմ կգնեմ, սա ակնոց է, որը հատուկ նախատեսված է հենց գործելու համար, որպեսզի աչքերդ չքյորանան, հա, ինքը ուղղակի պաշտպանիչ շերտ է, սա, պաշտպանում է, այնպես որ կարող եք գնել, օգտագործել, այսպես ինքը հաստ է բավականին շատ, բայց նաև կա ինքը ակնոցի նման է, ուղղակի սովորական, ուղղակի կլոր են, կլոր, ինձ այդքան էլ դանք չեն սազում, բայց դե չեմ նայի սազելուն, սա ձմեռն է լավ, նա ամառ ինձ թվում է, ամառը սա բավականին կքրտնացնի այսպես աչքերդ, բայց լավ այսպես ինքը փակում է և եթե ովքեր էլ հատուկ կարի մեքենայով աշխատելու ժամանակ ինքը շատ լավ պաշտպանում է, սա փակում է մինչև ունքերը և ձեզ պաշտպանում է յուրաքանչյուր այնտեղ ասեղը կոտրվելուց և այլն, որտեղ ասեղը կոտրվում է, ես մեկ անգամ մեկի հետ խոսեցի, ասաց ասեղը կոտրվել, ուղիղ թռել էր, ծակել էր սա, եթե սա չլիներ, ուղիղ աչքը կմտներ, դրա համար պետք է իհարկե պաշտպանվել, գործելու ժամանակ, կարելու ժամանակ, շատ պարտադիր է դա, որպեսզի պաշտպանված լինենք, և սրանք է ցույց տամ, սրանք էլ եմ վերջում գնել, գործունեության համար են, այնպես չեն, ինձ համար չեն, սա է, որը օգտագործում եմ, պետք է օգտագործեմ իհարկե, նայեք ինչքան կոպեկներ է, Ֆրանսիայի համար սա կոպեկներ են, որովհետև դա 72 ցենտ է, անգամ 1 եվրո էլ չի, անգամ Հայաստանի համար ոնց որ 300 դրամ, հա, երևի այդպես կարելի ասել, 250-300 դրամ, սրանք ամրացնում են կտորը, ևս սրանք ինձ հարկավոր կլինեն գործեր անելու համար, սրանք ամրացնելու հատուկ դետալներ, որոնք որ իհարկե պատերին, որպեսզի հիշես, նայես և հիշես, սա ևս, հա, դետալները ամրացնելու համար, որովհետև ես բավականին շատ վիկրոյկաներ ունեմ, ընդհանրապես միշտ ես սա առաջինը անում եմ, ինչ-որ գործեր, հետո նոր տալիս եմ աղջիկներին, օրինակ սա ես պետք է անեմ, եթե լավ ստացվի, ապա կտամ արդեն աղջիկներին, որ աղջիկները կսովորեցնեմ ինչպես անել և իրենք արդեն կանեն իմ փոխարեն, թելիկները արդեն դուրս է գալիս, և սա եմ գնել վերջին անգամ, էլի նույնպես պատվիրել եմ, ցեփը, էլի գործերի համար է, չնայած որ ևս, ինչը պլաստիկ է, չի տեսան, ոչինչ, լավ, սա ևս, գործերի համար, ես ձեզ որ ցույց տամ, ինչ-որ բաներ, ինչ եմ անելու, իհարկե այստեղ, որպեսզի դուք էլ սովորեք, դուք էլ անեք, այդ ժամանակ արդեն պետք կգան սրանք, ինձ թվում է, չնայած սրանք ուրիշ նպատակով են, սրանք ևս էլի փորձնական գործերի համար են, որոնք որ էլի պետք է անեմ,
Էլի լավը չեն սրանք։ Ով է սրա հետ սա դնում, իտեսական։ Մի խոսքով չէի նկատել այսքան ժամանակ, որովհետև դե չէի բացել։ Այսքանը գնումները, սիրելիներս, դե ամեն ինչը գործի համար է, ամեն ինչը իհարկե այս մարդ եթե գնում է թոշակի բնականաբար հաջորդ գալուց գնամ եւս էլի կգնամ, կգործեմ սրանից, գլխարկ եմ ուզում գործել մանկական, կգործեմ անպայման, հետո ես ձեզ ցույց կտամ, կբացատրեմ ինչ եղավ, ինչպես ստացվեց, մենք միասին կտեսնենք, որովհետև ես այս ֆիրմայից եւս էլի գնել էի ուրիշը, նա ուղղակի հիասքանչ նա, հիանալի թել է, շատ փափուկ, ուղղակի չունեմ ձեռքիս տակ դրանից գործած, մնացել է մեկ այլ տեղ, չէ, նա երևի խանութում է արդեն վաճառվել է լավ, որտեվ շատ լավն էր ինքը, որակը, երբ որ ես եմ գործում, մեկ տարբերակ է լինում, լավագույն դեպքում երկու տարբերակ է լինում, եւ դա արդեն գնում է խանութ վաճառվելու նպատակով, ուրիշ ոչինչ։ Դե այսքանը սիրելիներս, լավ եղեք, գործեք, ոգևորվեք, ոգեշնչվեք, բնական է ձեզ որ ցույց եմ տալիս, դա Հայաստանի թելերը չեն, Հայաստանում ավելի լավ թելեր կան, Հայաստանում ինձ շատ է դուր գալիս այն 100 գրամանոց թելերը, որոնք որ դուք գնում եք եւ գործում թեկուզ մեծերի համար, երեխաների համար, ես դրսում չեմ գտնում դա, պետք է գնամ Գերմանիա, պետք է գնամ չգիտեմ Հոլանդիա եւ այլն, որպեսզի գնեմ նման թելեր, թե չէ չեմ կարողանում ես այստեղ գտնել, այստեղ ավելի շատ 50 գրամանոց թելեր են, օրինակ Ֆրանսիայում, երբ որ ես գալիս եմ, դե որ գնացել էի Դուբայ դեռ այնքան էլ ծանոթ չէի, որտեղ կարող եմ գնալ, ինչ գնել, միգուցե այնտեղ ավելի լավ բաներ կան, չեմ կարող ասել։ Հետո ցույց կտամ, եթե այնտեղից ինչ որ բաներ գնել։ Դե հիմա հաստատ չեմ գնա, թող վերջանա այս պատերազմական իրավիճակը, հետո նոր, որտեղ կողքերն են նաև տեղ ունենում այն ամեն ինչը որ հիմա մենք բոլորս ականատես ենք լինում։ Այսքանը լավ եղեք։